եք ասում մենք, շատ ենք լսում, որ պետք է բարձրացնել վիբրացիաները, բայց ինչպես դա անել։ Եկեք տեսնենք ինչ են վիբրացիաները։ Վիբրացիաները դա այն ամենն է, ինչը որ դուք անում եք, դա էներգիա է։ Ձեր յուրաքանչյուր բջիջ թողնում է վիբրացիա, բայց ես բազմիցս ասել եմ, որ որպեսզի բարձրացնել վիբրացիաները, պետք է փոխել մտածելակերպը, հույզերը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, բայց միայն դա չի։ Նաև դուք կարող եք արտաքնապես անել ինչ-որ բաներ, որպեսզի բարձրացնել վիբրացիաները։ Օրինակ, փոխել ձեր կտրվածքը կամ փոխել զգեստների ոճը։ Շատ մարդիկ կանայք այ հարցրեք, ասում այ գնացի սալոն, մազերս կտրեցի, ներկեցի, տրամադրությունս բարձրացավ, որովհետև փոխեցիր վիբրացիաներդ, որովհետև նման կերպ դու քեզ սկսեցիր սիրել, դու քեզ սկսեցիր դուր գալ։ Նույնն էլ կարող ես զգեստդ փոխել, եթե ինչ-որ մի բան լճացել է քո կյանքում, քո դուրը չի գալի, գնա շոպինգի, իմիջիալից շոպինգն էլ է, չէ՞, շատ կանայք ասում են գնացի շոպինգ արեցի, թերապիա է իմ համար, այ զուտ դրա համար, որովհետև դուք փոխում եք ձեր վիբրացիաները, բարձրացնում եք, բայց որպեսզի դա ժամանակավոր չլինի, այլ միշտ այդպես լինի, դուք նաև պետք է ներսից փոխեք ձեր մտածելակերպը եւ կտեսնեք, որ ամեն բան կփոխվի, ինչպես նաև կբարձրանան ձեր վիբրացիաները։ Ես վստահ եմ, որ դու կարող ես։